մենք հասել ենք մի շատ հետաքրքիր կետի, երբ վկայի հարցաքննությունը ընդհատվեց, որպեսզի տեսագրությունը նա դիտեր, նա նախաքննական ցուցմունքում էր պնդել, որ այդ տղաների մեղսագրվող երկու թողարկումները ինքը չի դիտել, բայց անգամ այդ պայմաններում դատարանը որոշեց, որ այդ վկան, այդ անձը պետք է լինի վկա եւ բերեն այդ մարդուն դատարան։ Դա շատ տարօրինակ բան էր, էլի, սա նաեւ մասնագիտական առումով եմ ասում։ Պատկերացնում ես Վիդանյանն ասենք, մարդը ասում է, ես չեմ տեսել ինչա կատարվել, ասենք մարդկանց մեղադրում են կոնկրետ, մեկ կոնկրետ երկու հաղորդման համար։ Մարդը գրում է, որ դա չի դիտել, բայց մարդուն բերում են որպես վկա։ Մի խոսքով հիմա մենք պետքա դա հավաստիանանք, պետքա տեսանյութերը դիտենք, տեսնենք այդ մարդի ի վերջո այդ երկու թողարկումները դիտելա թե չի դիտել։ Առհասարակ նման գործերով վկա լինելը շատ դժվար է պատկերացնել, որովհետև կա տեսանյութը պետք է կարելի է զննել եւ վերջ, այդտեղ վկան որն է, ասեք, ինչի վկա։ Բայց ես այդտեղ նաեւ մեկ այլ հանգամանքի վրա ուշադրություն կցանկանամ դարձնել։ Այդ պատկան մարմինները կարծես թե ֆիքսել էին, որ վկան որոշակի գրառում էր իրականացրել։ Այսինքն ստեղից հետևություն, որ ուժայինները իրենց իրական բան ու գործը թողած նստած մոնիթորինգ են անում, զբաղվում են այս քաղաքական գործերի տեխնիկական սպասարկմամբ։ Իհարկե, բայց դրա համար էլ էս վիճակն է հանցավորության։ Մենք դրան իհարկե այսօր կանդրադառնանք, նաև եղան ուրեմն պաշտոնազրկումներ 3 փոխոստիկանապետների, դրան էլ կանդրադառնանք իհարկե։ Ամեն դեպքում սա շատ լավ նկատառում էր, որ այդ տեսեք ինչով են զբաղվում մեր իրավապահ մարմինները, որ այս խայտառակ վիճակն է։ Ռեսուրսը անծայրացիր չի, անսպար չի, մարդիկ կամ ինչ-որ մի բանի վրա կամ տի հանցավորության դեմ պայքարի վրա ուշադրություն դարձնեն, կամ տի քաղաքական ոստիկանության գործառույթներ իրականացնեն։ Տեսնում եք, թե ինչպեսի ըստ էության մենք տեսնում ենք, թե իրականությունը ինչ են անում։ Դե հա։